Ուր է գնում ձեր ձայնը, եթե ձեր ընտրած քաղաքական ուժը չի հաղթահարում անցողիկ շեմը։ Մանդատների բաշխման փուլում հաճախ է հնչում պնդումը, թե արգելապատնեշը չանցած ուժերի ձայները փոշի անում են կամ բաժանվում հաղթողներին։ Որ ոչ մի ձայն ոչ մեկին չի տրվում։ Բոլորի ձայները մնում են իրենց եւ մշտապես տեղադրված են կենտրոնական տրական հանձնաժողովի կայքում։ Ավելին այդ ձայներով ստացած կարան մանդատ ստանան, այդ ձայներով ստացած կարող են հետ ստանալ ընտրագրավը, օրինակ կուսակցությունը եթե 2% հաղթահարել է, իսկ դաշինքը 4%, նրանց ընտրագրավը վերադարձնում է պետությունը։ Եվ նաև այդ քաղաքական ուժերին պետություն տալիս է քաղաքական ֆինանսավորում, պետական ֆինանսավորում։ Մինչև հաջորդ ազգային ժողովի ընտրություններ նրանք պետական ֆինանսավորում են ստանում։ Իրականում ընտրական հաշվարկը գործում է բոլորովին այլ տրամաբանությամբ, երկու առանձին փուլով։ Նախ որոշվում է, թե ովքեր են հաղթահարել շեմը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի օգտին տրված բոլոր ձայներն ու անճշտությունների թիվը միասին կազմում են 100%-ը։ Եվ հենց այդ ընդհանուր ցուցանիշի հիման վրա ԿԸՀ-ն հաշվարկում է, թե յուրաքանչյուր ուժ քանի տոկոս ձայն է ստացել։ Կուսակցությունների համար շեմը 4%-ն է, մինչև 3 կուսակցություն ընդգրկող դաշինքների համար 8%, իսկ 4 եւ ավելի ուժ ներառող դաշինքների դեպքում 10%։ Բայց եթե արգելապատնեշը հաղթահարում է 3-ից պակաս ուժ, գործում է այլ մեխանիզմ, որպեսզի խորհրդարանում ապահովի առնվազն 3 քաղաքական ուժի ներկայություն։ Մանդատների բաշխմանը, նորից եմ ասում, կարող է մասնակցել նաև արգելապատնեշը չհաղթահարած ուժ։ Օրինակ 2 հոգի են ընդամենը արգելապատնեշը հաղթահարել, այս դեպքում պետք է երրորդ այն ուժը, որը ավելի մոտ է իր արգելապատնեշին, եւս մասնակցի մանդատների բաշխմանը։ Երբ արդեն որոշում են, կամ կարող է մի ուժ է օրինակ արգելապատնեշը հաղթահարել, 2 արգելապատնեշը չհաղթահարած ուժեր պետք է եւս մասնակցեն մանդատների բաշխմանը։ Մանդատների բաշխման փուլում հաշվարկի հիմքը փոխվում է։ Այստեղ 100% են համարվում արդեն միայն այն քաղաքական ուժերի ստացած կողմ ձայները, որոնք մասնակցում են մանդատների բաշխմանը։ Այս հարաբերակցության հիման վրա էլ ԿԸՀ-ն որոշում է, թե յուրաքանչյուր ուժ քանի մանդատ պետք է ստանա։ Այս փուլում այլևս պարզապես տոկոսներ չեն հաշվում։ Գործում է մանդատների բաշխման հատուկ բանաձևը։ Եթե արդեն որոշել են, որ այս 3 կուսակցությունը մասնակցում են մանդատների բաշխմանը, մոռանում ենք, թե ով քանի տոկոս ձայն է ստացել, որովհետև իրենք արդեն մանդատները ստանում են իրար միջև ստացած ձայների հարաբերակցությամբ։ Իրար միջև ստացած ձայների հարաբերակցությամբ։ Օրինակ, եթե մեկը ստացել է 400,000 ձայն, մյուսը 300,000 ձայն, մյուսը 100,000 ձայն։ Դիցուք դառավ 800,000, հա։ Գումարեցինք, այդ 800,000-ից արդեն հաշվում ենք այդ 3 ուժերի համամասնությամբ մանդատներ տրամադրելու բանաձևով։ Եթե խոսենք մաթեմատիկայի լեզվով, ամբողջ ընտրական պատկերը դիտարկվում է որպես մեկ ամբողջական միավոր 100%, որի ներսում յուրաքանչյուր քաղաքական ուժի ստացած ձայնը վերածվում է այդ ամբողջի նկատմամբ համամասնության։ Հենց այդ հարաբերակցությունների հիման վրա էլ կատարվում է մանդատների հաշվարկը, առանց տոկոսների առանձին քննարկման, քանի որ այստեղ արդեն գործում է ուղիղ համամասնության սկզբունքը։ Ուժը կարող է ստանալ 20% ձայն, բայց 30% մանդատ, բայց այն գումարած 10%-ը ինչ-որ մեկի հաշվին չի ստանում։ Այդ ինչ-որ մեկի ձայնը մնում է իրան և իր համար ազդեցություն ունի։ Իր համար ազդեցություն ունի։ Դա մենք նրա ձայնը չենք բաժանում արգելապատնեշը հաղթահարածների կամ մանդատի բաշխմանը մասնակցողների։ Ավելի ճիշտ է օգտագործել մանդատի բաշխմանը մասնակցողներին։ Մանդատի բաշխմանը չմասնակցողների ձայները մենք չենք բաժանում մանդատները բաշխմանը մասնակցողների միջև։ Չկա նման բանաձև, այդպիսին չի բանաձևը։ Դա թյուր ըմբռնում է։ Արմեն Սմբատյանը վստահեցնում է, սխալ է տարածված պատկերացումը, թե սկզբում մանդատները բաշխվում են բոլորի միջև, հետո շեմը չհաղթահարած ուժերից վերցնում եւ փոխանցում են հաղթահարածներին։ Իրականում որևէ ուժի ձայն մյուսին չի փոխանցվում։ Նույնիսկ անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի ստացած ձայները շարունակում են ազդեցություն ունենալ ընդհանուր հաշվարկի վրա։ Ալա Դավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։